Ինչպես տեսնում եք քաղաքում հունիս 1-յան տրամադրություն է, լիքը երեխաներ, խինդ կար, ուրախություն ու ինչ-որ համերգային ծրագիր պետք է կազմակերպվի, իրականում դեռ չգիտեմ ինչ է, հիմա կտեսնենք։ Mama, kids. Can. Համերգային ծրագիրը կազմակերպել էր Երևան City սուպերմարկետների ցանցի տնօրինությունը, որտեղ եւ պետք է տեղի ունենար խաղարկություն։ Խաղարկությունից հետո եկել մի քանի երկիչներ, որոնցի մեր փոքրիկներին շնորհավորեին հունիսի 1-ի կապակցությամբ։ Մի քանի երկու ելույթ ունեցան Թարիքն ու Սոնան, իսկ նրանցից հետո եկավ փոքրիկների ու դեռահասների կողմից մեծտեր ու հազան փայլած Կարո Արումյանը եւ քանի նա եւս երկեց մեր փոքրիկների համար, շնորհավորեց հունիսի 1-ը, դե իսկ երեխաների էմոցիաներն ու ապրումները աննկարագրելի էին։ Այս համերգը իսկապես անակնկալ էր երեխաների համար ու հաջողված անակնկալ, քանի որ իսկապես Կարո Արումյանի փոքրիկները շատ շատացին։ Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք ու շատ բարձր ու տոնական տրամադրությամբ։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, հունիսի 1-ը, ու ինչպես տեսակ նախորդ կադրերում ես իմ աղջիկների համար պատրաստել էի շատ սիրուն անակնկալ, որից իրանք ահավոր շատ ուրախացան, իրանց նվերները բացեցին, ուրախացան ու հիմա իջել ենք հրապարակ, որպեսզի մեր տոնական օրը շարունակենք ու փոքրիկներիս գլխավորությամբ հարևս գնա։ Փոքրիկներիս գլխավորությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր փոքրիկների պաշտպանության տոնը, հունիսի 1-ը, ուզում եմ, որ մեր փոքրիկները իրենց զգան պաշտպանված, ապահով իրենց ընտանիքներում, իսկ մենք ծնողներս ամեն ինչ անենք դրա համար, մեր ուշադրությունը էլ ավելի շատ կրկնապատկենք, քառապատկենք, որպեսզի իրանք իրանց զգան ապահով։ Այդպես սիրուններս, հիմա այստեղ տարբեր տեսակի փոքր միջոցառումներ են կազմակերպված երեխեքի համար, հիմա Նինուլիկը նկարում է ու Ծիտրո Ալեքի, թե ինչու է քո անունը Ծիտրո Ալեք, որովհետև իրականում Ծիտրո Ալեքի անունը Ալեք էլ չի եղել, ինքը եղել է Տիգրան։ Ու այստեղ այսպիսի բավական զվարճալի պատմություն է, ոնց ընդհանրապես լեննագանցիկս, այսինքն գյումրեցիներս շատ ենք սիրում, աղավնիներ, այդ մեր մոտ ոնց որ արդեն պատմական բան է։
ահավոր հոգնած եմ իրականում, եկել ենք սուրճ խմենք, մի փոքր թարմանանք, հանգստանանք, Սայաթ Նովայի սրճարանում հաց կերանք, հետո հելանք ատրակցիոնները երեխեքը նստան, հիմա էլ եկել ենք Պոնչիկ Մոչիկ, որպեսզի սուրճ խմենք, հանգստանանք, որովհետև երեխեքը տուն գնալ չեն ուզում ենք գնանք հրապարակ, մի փոքր էլ նորից հրապարակում կրկրանք, հետո երևի կգնանք երկող շատրվանների այգին, որովհետև դեռ այնտեղ չենք եղել։ Այդպես հուսով եմ այսօր տուն կհասնենք ու քանի որ այսօր իրանց օրն է, չեմ ուզում իրանց Ինչքան եմ քեզ սիրում